Բարև ձեզ։ Եվ այսպես, այսօր Գյումրիում կայացավ նորընտիր ավականու այդքան սպասված առաջին նիստը, որին մասնակցում էին ավականու 33 անդամներից 18-ը հենց այդքան ձայնով էլ կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրիի քաղաքապետ։ Կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս կուսակցության ամենամեծ խմբակցությունն է ի դեպ, չէր մասնակցում առաջին նիստին, նրանք հայտարարում են առաջիկա անխուսափելի ճգնաժամի եւ նոր արտահայտ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Սա Գյումրիում, իսկ Երևանում հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում քննարկումների առանցքում հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը հայ-ադրբեջանական գործընթացի եւ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ եւ հանրապետության երրորդ նախագահի ելույթը իրենց կուսակցական համաժողովի ժամանակ։ Սա ազատ Ֆրենյուզի եթերում ես հիմա զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Աստծո բարև Սարգսյան։ Սկսենք Գյումրիից։ Այսօր բոլորի ուշադրությունը սևեռված է Գյումրիի վրա։ Ձեր կուսակցությունը եւս մաս էր կազմում Եվրատաշինքին, որ մասնակցում, այսինքն ներսից մասնակցել եք այդ ամբողջ գործընթացին։ Ձեր գնահատմամբ ինչ տեղի ունեցավ Գյումրիում, արդյոք այն ինչ տեղի ունեցավ, հենց դա էլ պետք է տեղի ունենար, այսինքն արդյոք տրամաբանական է այս ամեն ինչը։ Գյումրիում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որոնցում քարոզչությունը սևեռված էր անհատների վրա, սև ու սպիտակի վրա եւ ընտրական process-ները ու քվեարկությունները գնացին այդ ուղղությամբ։ Ընտրություններից հետո որևէ մեկը կամ որևէ մեկի մտքով ներառյալ Եվրոդաշինքի մտքով չանցավ բողոքարկել այդ որևէ ացիանում։ Ընտրությունները կարելի է համարել, որ անցել են ազատ, արդար եւ թափանցիկ։ Իհարկե բազմաթիվ շեղումներ եւ այլը տեղի ունեցել են, բայց դրանք բողոքարկման հիմք չեն ծառայել եւ որևէ մեկը չի բողոքարկել։ Հետևաբար Հայաստանում տեղի ունեցել ազատ արդար ընտրություններ եւ առաջինը պիտի ամրագրել ես նույնիսկ երազում չէի կարող պատկերացնել, որ ասենք 2003, 4, 5, 8, 14 թվականներին Նիկոլ Փաշինյանի նման չթվարկեմ էլի, հերթականությունը գիտեմ, մինչև 2018 թվական որևէ քաղաքում, ասենք Արարատում կամ Ալավերդիում 3 ընդդիմադիր կարող էին մասնակցել ուղղակի, չհավաքել 0 ձայն, բայց մասնակցել, հետո կոալիցիա կազմել ու իշխանությանը հաղթել։ Այս անհնարին էր։ Սա բացարձակ հնարավոր բան չէր։ Հիմա նման բան տեղի է ունեցել եւ ես կարծում եմ ԿՊ-ն պիտի խոսի այդ մասին։ Ինքը պիտի ասի, որ այն որ մեզ մեղադրում եք, որ մենք բռնակալ ենք, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, որ կեղծը դուք եք, որովհետեւ տեսեք, մենք Հայաստանի երկրորդ քաղաքում ձեզ պարտվում ենք, քանի որ 3 ուժով կարողանում եք միավորվել։ Ինչը անում ԿՊ-ն լրիվ հակառակը։ Պահում է իրեն, այնպես ինչպես իրեն պահում է, ասենք, Հայաստան խմբակցությունը Երևանի կամ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանի ընտրությունները բոյկոտում են, չեն գալի առաջին նիստին մասնակցելու։ Սա որևէ բան չտվող է։ Տեղի են ունեցել ընտրություններում հաղթել են որոշակի ուժեր, դուք չեք բողոքարկել, գնացեք նիստի նստեք աշխատեք, ինչ արտահերթ ընտրություններ։ Նոր են տեղի ունեցել ընտրությունները։ Նկատի ունեն երևի այն, որ դասական առումով կոալիցիա չի կազմվել, ընդամենը այդ ուժերը, որոնք միավորվել են, հայտարարել են քվեարկելու մասին, այսինքն մենք ձայները կտանք, քվեարկենք, քաղաքապետ կընտրվի, իսկ դրանից հետո ինչ կլինի, ոչ ոք չգիտի։ Դրա համար էլ կասկածներ կան, տեսակետներ կան, որ կառավարման ճգնաժամ կլինի։ Իսկ ով է ասում, որ պարտադիր պիտի կոալիցիաները դասական լինեն։ Քվեարկել են Վարդան Ղուկասյանին։ Գյումրեցին իր ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը ասել է, որ գնալու ենք Ռուսաստան, Բելարուս, որը շատ լավ է։ Այսօր է ասել։ Հա, այսօր է ասել։ Ու թող գյումրեցին իմանա, թե իր ընտրությունը ում տվեց, ինչի համար, ու եթե ինքը տեսնում է, որ Հայաստանի տեղը Ռուսաստան, Բելարուսն է, ինքը ճիշտ ընտրություն է արել, ուրեմն ապրի ինքը, եթե ոչ, ուրեմն հետևություն կանի գյումրեցին։
ու գնալ Գյումրիում, ասենք, Գյումրիում անցած քաղաքական ուժերը պիտի գնան, տեղում սկսեն աշխատել, մեծ խմբակցություն է քաղաքացիական պայմանագիրը, իր օրենսդրական նախաձեռնությունները տանի, նրանց բերած օրենսդրական նախաձեռնությունները, որ Ռուսաստան, Բելարուս համատեքստում կլինեն, այդ նախաձեռնությունները քննադատի, դեմ քվեարկի եւ այլն, պիտի անեն այս բաների վրա։ Գիտեք, հանրային որոշակի ընկալում կա նախկինում ինչու որևէ ընդդիմադիր չէր առաջադրվում։ Շատ պարզ պատճառով։ Ուղղակի զանգում էին ազգային անվտանգությունից, ասում էին չպիտի առաջադրվես։ Առաջադրվես ու կիմանաս քո հետ ինչ կկատարվի։ Նույն Վարդան Ղուկասյանին այդպես արել են, չէ՞, ժամանակին։ Զանգել են, ասել են չպիտի առաջադրվես ու ինքը չառաջադրվեց, առաջադրվեց Բալասանյանը։ Ու ինչու ընդդիմադիր տեխնացուն չէր առաջադրվում։ Ոչ թե նրա համար, որ ինքը անազնիվ էր, այլ գրպանը հաշիշ էին դնելու ու միանգամից կալանավոր էին։ Հետո գնա դե ապացուցի, որ ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ, ես ծխախոտ էլ չեմ ծխում։ Այսօրվա պարագան լրիվ ուրիշ է։ Հաշիշ գրպանում ման է գալիս։ Պատկերավորը խոսքը չէ։ Այո, պատկերավոր եմ ասում, ոչ իրական առումով։ Բնականաբար Վարդան Ղուկասյանը հավատացյալ է եւ հաշիշ չի ծխում, դրանում ես կասկած չունեմ։ Ես պատկերավոր եմ ասում, որ հաշիշ գրպանում ման է գալիս ու չեն ձերբակալում։ Այսինքն բազմաթիվ մեղադրանքները դրած, որի պարագայում մարդուն կարող էին ազատությունից զրկել ու դատապարտել 1 տասնյակ տարիների ազատազրկման, այդ մարդիկ կարողանում են առաջադրվել, կոալիցիաներ կազմել, Ռուսաստան-Բելարուսից խոսել, Հայաստանի անկախության դեմ տեսակետներ ասել, ու այս ամեն ինչը բերում է նրան, որ Հայաստանի քաղաքական դաշտում տիրող իրավիճակը Արցախյան պատերազմից 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հետևություն չի արել կամ մնացել է նույն տեղում, ինչը շատ տխուր է։ Եվ այս առումով շատ տխուր է գյումրեցիների վիճակը, անկեղծ ասած, այստեղ գյումրեցիները լուրջ հետևություն անելու խնդիր ունեն։ Կարծում եք գործընթացը սրանով ավարտվեց, երբեմն էլի պատկերավոր խոսք որպես ասում են կինոն դեռ չի ավարտվել, կինոն նոր է սկսվելու։ Կարծում եք ավարտվել է կինոն, թե էլի նոր պիտի սկսվի։ Ես չեմ տեսնում ինչ որ կինո սարքելու անհրաժեշտություն։ Անկախ նրանից, եթե քաղաքացիական պայմանագիր ուզում է կինո էլ սարքել, իմաստը որն է։ Չի ընդունում ընտրությունների արդյունքները, թող բողոքարկեր։ Եթե ընդունում է ընտրությունների արդյունքները, ապրի ինքը, որ այսպես ասած, ու իրական առումով արդար ընտրությունները ապահովել, ու այդ արդար ընտրությունների արդյունքում ինքը պարտվել է։ Թող գնան պարտված որպես ընդդիմություն Գյումրիում աշխատեն ու գյումրեցիներին բացատրեն, որ այն ինչ որ հիմի տեղի է ունենում, այն ինչ որ փոփոխություն կլինի, իսկ այնտեղ միանշանակ խնդիրներ առաջանալու են կառավարման համակարգում, բացատրի, որ դա ձեր ընտրության պատճառով է, որ դուք ձեր ընտրությամբ բերեցիք խնդիրները բերեցիք նման դաշտ։ Կարող եմ ընդունել, որ սրանք այն դասերն էին, որը ցես պիտի քաղի կառավարող կուսակցությունը, թե էլի դասեր կան քաղելու։ Սրանք այն դասերն են, որը պիտի ընդունի ցանկացած իշխանություն, որը նպատակ ունի Եվրոպական միության անդամակցելու կամ եվրոպական երկրների օրինակով պետություն ունենալու։ Իսկ ձեր կուսակցության դասերը որպես Եվրատաշինքի մաս կազմող կուսակցություն։ Պիտի ասեմ, որ այդ առումով բազմաթիվ անգամներ ասել եմ, որ բաստեղումներ ու թերություններ ունեցել ենք մենք միանշանակ, սկսած քարոզչական մեթոդներից, որ մենք ասում ենք, որ այս ընտրությունները Գյումրու քաղաքապետի ընտրություններ են, ոչ թե ինչ որ մեկին Գյումրիից ռադանելու նախկինները, ներկաները նախկիններին ու այդտեղից Հայաստանը մաքրելու։ Այսինքն մենք խնդիր ենք դնում, որ գյումրեցի այս խնդիրը կոնկրետ քո քաղաքի խնդիրն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները չունեն այն լիազորություններն ու լծակները, որոնցով չգիտեմ, պիտի ազատ տնտեսական գոտի հռչակեն կամ Գյումրին առանձին հանրապետություն հռչակեն, ինչի մասին խոսում էին տարբեր տեխնացուներ, ովքեր քվե ստացան։ Ու ժողովուրդը գնաց դրան քվե տվեց։ Այսինքն պոպուլիզմի, կեղծ խոստումների այն մակարդակը, որ գոյություն ուներ, գործեց եւ Գյումրիում աշխատեց։ Պիտի մենք էլ անեինք նման բաներ։ Կարծում եմ, որ չենք արել եւ ճիշտ ենք արել, որ չենք արել։ Դե ընդունված խոսքա չէ, ասում են ամենաշատ խոսում են ընտրություններից առաջ եւ որսից հետո։ Ես չեմ ասում շատ, բայց որոշակի այդ պոպուլիզմի քանակը երևի մինչեւ հիմա էլ գործում է։ Այո, կա այդ հանգամանքը, երկրորդ կար անընդհատ այդ հանգամանքը, որ եթե ձեզ քվե տանք, դուք քվեն կտաք ԿՊ-ին։ Այդ առումով
մեր տեխնացուն Լևոն Բարսեղյանը հայտարարել էր, որ չեն կոալիցվելու։ Անձամբ ես այդ մոտեցման կողմնակիցը չէի, որովհետև կոնսենսուս -1-ը Ռոբերտ Քոչարյանի դևիզն է, ինքը դրանով մտավ 26 թվին, ու եթե մնացածներ բոլորն ասում են, որևէ պարագայում չենք միանալու, դու էլ միանում ես նրանց, որ որևէ պարագայում չես միանալու, դա իօգուտ չի աշխատելու։ Դա իօգուտ չի աշխատելու, որովհետև ԿՊ-ին լինել ավելի դեմ քան Հայաստան դաշինքն է կամ Վարդան Ղուկասյանը չի կարող լինել որևէ այլ ուժ, մանավանդ այս ժամանակների ուժ, որը մասնակցել է, ասենք, 2018 թվականի հեղափոխությանը։ Ճիշտ է, ես չեմ քայլել, նույն այդ Հայաստան դաշինքի որոշ անդամներ քայլել են, ինչի մասին Սերժ Սարգսյանը հիշեցնում է։ Ես խոսել եմ դագաղների վատ լինելու մասին, պինդ քննադատել եմ այդ ժամանակ դեռ ԿՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, այդ Հայաստան դաշինքում չեն քննադատելու, էլի այդ մասին Սերժ Սարգսյանն ասում է, բայց այստեղ խնդիրները բացարձակ այլ հարթության մեջ են, եւ ես կարծում եմ, որ գաղափարական ընտրությունը հետեւյալում է. դու պիտի ընտրես կամ Ռուսաստան, Բելարուսի կողմնակիցների հետ լինել, մեր պարագայում, քանի որ միավորվել էին, կամ բալանսավորողների։ Բնականաբար Ռուսաստան, Բելարուս կողմնակիցների հետ մենք չենք կարող լինել, որտեղ այսքան ժամանակ պայքարում ենք, հետևաբար, եթե գա կոալիցիա ձևավորելու խնդիր, կամ պետք է հրաժարվես ու չմասնակցես, ասես արտահերթ ընտրություններ, ինչ այսօր մեծամասնություն ունենալով ԿՊ-ն ասում է, որևէ բան չի տա, ու եթե վաղը Գյումրիում արտահերթ ընտրություն լինի, նորից նույն արդյունքն է լինելու։ Բացարձակ նույն արդյունքն է լինելու, բան չի փոխվելու այդտեղ։ Այն որ ասում են, այ Մարտունին չեն տա, որովհետև ինքը այդպես չի, Մարտուն նույն չափ կվե հավաքել։ Այն մարդիկ, ովքեր Մարտուն են ընտրում, գնալու են Մարտունին էլ ընտրել։ Այն մարդիկ, ովքեր Վարդան Ղուկասյանն են ընտրել, գնալու են Վարդան Ղուկասյանն, այսինքն լուծում նես չի։ Նման համակարգում պիտի գործեն կոալիցիաները, հետևաբար կամ պիտի բալանսավոր նեղոներին միանաս, կամ պիտի միանաս Ռուսաստան, Բելարուսի կողմնակիցներին։ Իսկ հիմա կոմունիստական կուսակցությունը հաղթեց, Ռուսաստան, Բելարուսը հաղթեց։ Ինչ որ առումով այո, բայց Վարդան Ղուկասյանը, եթե առաջադրվեր Եվրոդաշինքով, էլի կհաղթեր։ Այսինքն Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ դա զրոյական նշանակություն ունի։ Կարծում եմ, եթե Եվրոդաշինքով առաջադրվել, շատ ավելի շատ կվե կհավաքեր, որովհետև այդ առումով կողմնակիցները ավելի շատ են, որովհետև վերջին ճշգրիտ արած հարցումները սոցիոլոգիան, իսկ ես հայկական սոցիոլոգիային չեմ հավատում, ու ԿՊ-ի բաց թողումներից հիմնականն էլ էր, որ իրենց սոցիոլոգիան ինչը որ իրենք պատվերում էին, համոզվեցին, որ բացարձակ սոցիոլոգիա էր այդ։ Իրենք համոզված էին, որ այդտեղ հաղթելու են ու մեծամասնություն են ունելու, իրենց տվող թվերը դա էր։ Սոցիոլոգիան ասում է, որ 58% Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության կողմնակից է եւ դեմ է 60 քանի տոկոսը, թե 70 քան չեմ հիշում, դեմ է Ռուսաստան, Բելարուս միությանը անդամակցելու։ Այս պարագան փաստորեն չի աշխատել եւ այդ պարագայում Վարդանիկը Եվրոդաշինքից, Վարդան Ղուկասյանը Եվրոդաշինքից առաջադրվեր, կոմունիստներից, թե Հայաստան դաշինքից նույն քվեն էր հավաքելու։ Այստեղ ուրիշ խնդիր կա, որ ոչ Հանրապետական կուսակցությունը, ոչ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան այդ դաշինքը նպատակահարմար չհամարեցին Վարդան Ղուկասյանով առաջադրվել։ Նաև իրենք իրենց անձով չմտան Գյումրիում ընտրությունները։ Մենք մտանք, պարտվեցինք։ Իրենք իրանց անձով չէ, որտեղ իրենք իրանց անձով որ մտնեին, մեզանից էլ քիչ կվեին հավաքել։ Բայց հանրային նկարման մեջ կար, չէ, ասոցիացվում էր, չէ, ասենք այս երկուսը երկրորդ նախագահի, այս երկուսը երրորդ նախագահի հետ էին ասոցիացում առնվազն հանրային ընկալման մեջ։ Միանշանակ պիտի այդպես էլ լիներ, որովհետև այդ առաջարկած տեխնացուները այդ թիմերից են եւ այդ առաջարկած տեխնացուները, որոնք ասոցիացվում են Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբեք Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մասին վատ տեսակետ չեն ասել, հետեւաբար ասոցիացվում են։ Օրինակ ես Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամներ քննադատել եմ, բայց մեր կուսակցությունը ասոցիացնում են ԿՊ-ի հետ, որովհետև ասում են, Երևան քաղաքում գնացիք ու իրենց հետ կոալիցիա կազմեցիք, նույնն էլ էս մարդկանց պարագայում է։ Իրական գաղափարական առումով այդ բացարձակ այդպես չի, որովհետև մենք քաղաքական վեկտորի ամբողջական տեղափոխման կողմնակից ենք ԿՊ-ն բալանսավորման։ Հիմա տեղին են այն դատողությունները, ըստ որի հանրապետության երրորդ նախագահը օգնեց երկրորդ նախագահին, որպեսզի երկրորդ քաղաքում իշխանություն ունենան։
Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մենք խոսում ենք Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից առայժմ, եւ վերջին հարցս այն էր, թե քանի որ այդ տեխնացուները ասոցիացում էին Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, հիմա տեղին են տատողությունները, որ երրորդը օգնեց երկրորդին երկրորդ քաղաքում իշխանություն ձևավորել։ Չնայած որ Երևանում մենք տեսնում ենք, թե կողմնակիցները ինչպիսի բաց հակադրության մեջ են։ Այս երկու թևերն էլ մեկ ընդհանրություն ունեն։ Իրենք աշխարհակաղակական առումով Հայաստանի ապագան տեսնում են նույն ուղղության վրա, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացման, որպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանին տեսնելու մեջ։ Երկրորդ այս երկու թևերն էլ անօրինական գույքի սեփականության մասին օրենքով լուրջ խնդիրների մեջ են, իսկ մարդու համար շատ տխուր է, որ իր տանից հարկադիր կատարածուն հեռուստացույցը տանում է։ Այդ ցավոտ է ցանկացած մարդու համար, ցանկացած մտածող մարդու համար, եւ այս երկու հանգամանքը ինչքան էլ իրենք իրար հասցեին տեսակետներ ասեն, միավորելու են, որ իրենք շատ տարբեր են, դա անկասկած, որ թե մոտեցումներով, թե կառավարման ժամանակով շատ տարբեր են, դա էլ անկասկած։ Այսինքն, այն ինչ արվում էր Սերժ Սարգսյանի ժամանակ, անհնարին էր մտածել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Տարբերությունը մոտավորապես այնքան է, ինչքան այսօր Նիկոլ Փաշինյանինը Սերժ Սարգսյանից։ Այսինքն, այդքան տարբերություն կա ու ներքին հակասություն պիտի լիներ միանշանակ, ու այդ հակասությունը չի հաղթահարվում։ Ու պատահական չի, որ ասում է դուք մեր դագաղներն եք ման գալիս այդ ազատության հրապարակում, ձեր որդիներն ու փեսաներն էլ այնտեղ ֆրֆրում էին ու ուրախանում էին։ Դա իսկապես այդպես եղել է։ Բայց այդ համատեքստում նաև տեսնել, որ այդ հեղափոխությունը արվել է շատ ավելի հզոր ուժերի կողմից, որոնց ինքը պարտվել է ու ակնարկելով այդ Ռուսաստանին, այս արդեն իրականությունից ակնարկելով այդ արևմուտքին, այս արդեն իրականությունից կտրվել է, որովհետև ով Սերժ Սարգսյանը գիտի, թե այդ հեղափոխության սկզբնաղբյուր նախապայմանն ով էր, այդ Կարեն Կարապետյանն էր, որով սկսեց իր դեմ այդ շարժումը, որը հետո վերաճեց հեղափոխության։ Այսինքն Կարեն Կարապետյանով սկսվեց գործընթաց, որը հետո Նիկոլ Փաշինյանով վերաճեց հեղափոխության, էլ իրենք չկարողացան այդ տեղի ունեցողը այո կառավարելի դարձնել։ Իսկ Կարեն Կարապետյանին, ասենք, արևմտամետ համարելը, եթե Կարեն Կարապետյանը արևմտամետ է, ուրեմն ես մեքսիկ եմ, չգիտեմ։ Այսինքն, այստեղ Սերժ Սարգսյանը իրականությունը չի ուզում տեսնել կամ իրականությունը չի ուզում գնահատել կամ խուսափում է այդ իրականությունից կամ կտրվել է այդ իրականությունից։ Այսինքն ռուսական այդ թևը ինքն է սկսել Հայաստանում փոփոխություններ անելը Սերժ Սարգսյանին փոխարինելու Կարեն Կարապետյանով։ Երբ ժամանակին ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։ Ես ելույթ եմ ունեցել ազգային ժողովի ամբիոնից եւ ասել եմ այդ նստարանում դատարկություն է մինչեւ 34-40 տեղը ու այդ պարագայում այդ փոփոխությունը այդպես էլ լինելու էր։ Լավ, հիմա խոսելով տրամաբանության մասին Գյումրիում տեղացած ընտրությունների, ասացիք թե էլի նախքին ներկա եւ սև սպիտակ տրամաբանության մեջ էր, այսինքն մեկը ցանկանում էր մյուսին, մի խումբը ցանկանում էր մյուս խմբին, ասենք, իշխանազրկել, այն մյուսն էլ որ իշխանության չգան։ Եվ ընդդիմությունը խոսում է այն մասին, որ Գյումրիում այս գործընթացները պետք է տեղափոխել, բերել, հասցնել Երևան։ Հիմա կարծում եք հնարավոր է դա, հավանական է հեռանկարում, որ Գյումրիի ընտրությունները ինչ որ քաղաքական, ներքաղաքական գործընթացներ կներառնեն Երևանում։ Ես կարծում եմ, որ փորձելու են, եւ դա միանշանակ է, եւ տխուր է, որ այդ փորձերում նաեւ փորձում են ներգրավել Արցախահայությանը, ինչը շատ ցավոտ է եւ այս առումով քննարկման շատ լուրջ թեմաներ կան եւ չթաքցնեմ, որ ես տարբեր միջոցներով փորձել եմ Հայաստանի իշխանություններին կառավարությանը տեղ հասցնել, որ գտնում եմ ճիշտ, որ արցախցիներին տրվող նպաստը 6 ամսով երկարաձգվի,
որ դրանով կխառնվեր ոչ միայն 5-րդ Շարասյան, ներքին 5-րդ Շարասյան, այլև արտաքին խաղացողների Գյումրիից հետո մշակված պլանը, եւ ես վստահ եմ, որ այդ պարագայում սահմաններում չէր կրակվի, որովհետեւ այդ սահմանների կրակելը տեսնում եմ այդ գեներացնելու process-ի, այդ գեներացումն ավելացնելու մի հատված։ Ցավոք Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ տեսակետը հաշվի չառան կամ հաշվի առան մասնակի, ինչ որ չափով լգոտներ տալով անապահով ընտանիքներին, բայց ընդհանուր մասով չարեցին։ Ու այստեղ տխուր է նաև, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին չի բացատրվում նաև հարցի էությունը իրական բովանդակության մեջ, որ նրանք հասկանան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հոգացություն ունի իրենց հանդեպ, չի հրաժարվում իրենցից, քանի որ մնացած բոլոր լրատվամիջոցներով հակառակ պրոպագանդան է արվում եւ այդ հակառակ պրոպագանդան արվում է նաև տեղում այդ հանդիպումների ժամանակ կամ այդ հանրահավաքներում։ Իսկ իրականում ամբողջ խնդիրը նրանում էր, որ այդ նույն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Արցախի կորստի այդ ցավը պիտի նաև իր մեջ իր ունեցած բացթողումներով տեսնի ու դրանից հետևություններ անի։ Ես տարվա մեջ 2-3 անգամ եմ գնացել Արցախ, բայց այսօր Արցախը կարոտում եմ աննկարագրելի։ Ես պատկերացնում եմ այն մարդը, ով այդտեղ տուն է ունեցել, ով այդտեղ ապրել է, այդտեղ աշխատել, այդտեղ վաստակել, այդտեղ իր թանկ շիրիմներն են, ինքը այսօր Հայաստան, ինքն իրավունք ունի բողոքելու։ Ինքը ամեն ինչից, բացի Աստծուց, մնացած ամեն ինչից կարող է բողոքել։ Ու մենք դրան պիտի ընկալումով մոտենանք։ Ու այդ ընկալումը պիտի որոշակի դրսևորումներ ունենա մարդասիրական առումով, դրսևորումներ ունենա։ Բայց այդ արցախցին նաև պիտի հաշվի առնի, որ ժամանակին, երբ որ Արցախում բանակը թալանվում էր, այդ ժամանակ հող էր դրվում, որ ինքը կորցվի։ Որ այն ժամանակ երրորդ երկրում հանդիպել։ Այո, եւ որ այն ժամանակ, երբ որ ասենք առաջարկվում էր, որ Կոսովոն ճանաչեք, թեկուզ 2020 թվականից հետո իրանք ծիծաղում էին ին վրա։ Երբ որ ես ասում եի ձեր օրինակը Դոնբասն ու Լուգանսկը չի, Ռուսաստանը միևնույն է չի լինել, դուք ինչ Դոնբաս Լուգանսկ եք ճանաչում, երբ որ ամբողջ աշխարհը այդ Ուկրաինայի Դոնբաս Լուգանսկին դեմ է։ Դուք Կոսովոն ճանաչեք, առեսօր չեն ճանաչել, առեսօր նիստ են անում չեն ճանաչում։ Արցախի Կոսովոյի տարբերակը չուզեցին, առաջարկեցինք Հոնկոնգի ու Մակաոյի տարբերակը, դա էլ չուզեցին, նույնիսկ Կիպրոսյան, չէ, իրենք խնդիրը դնում էին կամ անկախություն կամ ոչ մի բան։ Հիմա ասում են հետ վերադառնանք, այսինքն Ադրբեջանի անձնագրով դուք հետ վերադառնալու եք, որևէ մեկը չի հետ վերադառնալու։ Մենք երրորդ նախագահից խոսեցինք, կարծեմ խոսել չէ, այդ վերադառնալու հնարավորության մասին միջազգային երաշխիքներով եւ այլն, դա հիմա ռեալ բան կարող է լինել։ Տեսեք, ես կուզենայի, որ Արցախի մեր հայրենակիցները հասկանային, որ եթե իրենց հետ վերադառնալու չնչին շանս էլ կա, այդ շանսը միջազգային երաշխիքներով Եվրոմիությունում ու Արևմուտքում է։ Ռուսաստանով այդ շանսը ավարտվել է։ Ռուսաստանը այն տեղում հողի վրա ինչ անընդհատ կրկնում էին բոլոր այդ թևերից մեզ հակադարձելով, որ հողի վրա ռուսներն են, դուք ինչպես այդ տեղում հողի վրա այդ ռուսները ոչ միայն չխանգարեցին, որ ադրբեջանցիները բռնի արտաքսեն, այլ պլանավորեցին, օգնեցին, որ արտաքսեն։ Այսինքն Ռուսաստանով այդ անհնարին է։ Եվրոմիությունն է եւ Արևմուտքն է, որը ասում է, որ Արցախահայությունը իրավունք ունի հետ վերադառնալու։ Հետևաբար, եթե հետ վերադառնալու ինչ որ տարբերակ էլ կա, այս Ռուսաստան-Բելարուսի կողմնակիցները չեն, վարտանիկները չեն։ Նրանք օգտագործում են այդ իշխանության հետ գալու համար։ Եվ կարող են իրենք այդ օգտագործել։ Իրենք արդեն այդ անում են։ Դրանից խուսափելու համար իշխանությունը պիտի շրջահայաց լինի։ Նախ Լեռնային Ղարաբաղի բնակչության հանդեպ մարդասիրական ու հումանիստական մոտեցում ցուցաբերի, ինչ առեսօր ցուցաբերել է, ու դա պետք էր եւս 6 ամիս երկարաձգել, որովհետեւ մենք կրիտիկական մի հատվածում ենք, որ կամ ստորագրվում է, կամ ձգձգվելու արանքում ինչ որ պատրվակից օգտվելով նոր պատերազմ է սկսում։ Այստեղ հակադրություն մեզ պետք չի։ Սրանից օգտվելու է Թուրքիան, սրանից օգտվելու է Ռուսաստանը, սրանից օգտվելու է Ադրբեջանը։ Սրանից տուժելու է թե Արցախահայերը, թե Հայաստանահայերը, թե Սփյուռքահայերը, բոլորն են տուժելու։ Այս այնքան պարզունակ է։ Սրա չհասկանալը, սա չտեսնելը, ստեղ ռուզգուշավոր չլնելը,
Ասել չէ, որոշել եմ բյուջեին փող չկա, չեմ տալի 6 ամիս։ Դե մի տվեք։ Հող եք նախապատրաստում։ Արցախի եւ արցախցիների մասին խոսակցությունը մեր զրույցի ժամանակ ծավալվեց այն հարցի համատեքստում, թե ինչ գործընթացներ կարող են լինել, այսօք ներքաղաքական գործընթացներ կարող են գեներացվել Գյումրիից հետո եւ խոսեցինք երրորդ նախագահի ելույթի մասին, որտեղ նա խոսում է իշխանափոխության մասին, հայտարարում է, որ դա իրենց օրակարգում շարունակում է մնալ եւ նույնիսկ ավելին խոսում է այն առաջնահերթությունների մասին, 3 հարցերի մասին, որոնք պետք է իրականացվեն իշխանափոխությունից հետո երկրի ներսում համերաշխության մթնոլորտ, զինված ուժերի մարտունակության վերականգնում եւ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում, Հայաստանի դաշնակիցների եւ գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում, տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից։ Գործընկերներն ովքեր են, դաշնակիցներն ովքեր են, այս համատեքստում խոսել է նաեւ Եվրամիություն, BRICS, բան եւ այլն։ Սրա հետ կապված ինչ Նախ կասեմ, որ այսօրվա նման հիշում եմ այն օրը, որ Հանրապետական կուսակցությունը գրանցվեց Հայաստանի երրորդ հանրապետությունում կուսակցություն, իմիջիայլոց ասեմ առաջին գրանցված կուսակցությունն է, Հանրապետական կուսակցություն։ Այդ կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, չգիտեմ ինչի ինքը միշտ ինձ ասում էր՝ «Տի բլատնոյ տակոյ», բայց ես հեշտ բլատնոյ չեմ։ Եվ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել եւ Արարատում իրենց գրասենյակի ժամանակ ես ցեմենտի գործանում էի, իրենց գրասենյակի, իրենց հին հանրապետական տղաների հետ շատ լավ հարաբերություններ, որից հետո Անդրանիկ Մարգարյան, եղբորը ժամանակ նաեւ եղել եմ հանրապետական կուսակցության վարչապետի տեխնացուն, վարչապետը ու այդ առումով իսկապես շնորհավորում եմ իրենց 35-ամյակը, ինչ կուզեք ասեք, վերիվերումներով ունեցած դրական ու լիքը բացասականով հանրապետական կուսակցությունը այս երկրի կայացած կուսակցություններից է, որը ամեն գյուղում ունի անդամ ու նման չեն կուսակցություններին, որոնց անունները կան, որոնցով Վարդանիկ է առաջադրվում, Մարտունիկ է առաջադրում, իրականում գոյություն չունեն։ Ու որ այդ կուսակցությունը Գյումրիում չի մասնակցում, այս խնդիր է առաջացնում։ Ինչի՞ չեք մասնակցում։ Ձեր անունից եք վախենում։ Եթե ձեր անունից եք վախենում, ապա Լեռնային Ղարաբաղի ու ընդհանրապես Հայաստանի մասով ինչ 3 քայլեր եք ասում։ Եթե մտածում եք, որ ձեր անունն այնպիսին է, որ ձեր անունից տեխնացուն կտուժի ու դրա համար չեք մասնակցում, ապա ո՞նց եք Հայաստանի ապագայի ու դրա 3 մասով քայլեր ասում։ Երկրորդ այն ինչ որ առաջարկում է Սերժ Սարգսյանը կամ այն ինչ որ իր ելույթում ասել է, ես անգամ կարող եմ ասեմ, թե ելույթի որ հատվածը որ անդամի միտքն է։ Այդքան լավ գիտեմ հանրապետական կուսակցությունն էլի ու այդտեղ լիքը ճիշտ բաներ կան։ Բայց այդտեղ նորից եմ ասում, որ այդտեղ կան բաներ, որ հանրապետական կուսակցությունը չի ուզում իրականության հետ առերեսվել։ Այն որ ասում է հանրապետական կուսակցությունը լիդերի կուսակցություն չի։ Այդտեղ ահռելի մեծ սուտ կա, էլի։ Հանրապետական կուսակցությունը այս ընթացքում ու նույնիսկ Գյումրիում չի մասնակցել, որովհետև լիդերի առումով դեռ չեն կողմնորոշվել։ Կա քաղաքական կուսակցություն, ում լիդերը հայտ չի ներկայացնում, ասում է ես այլևս չեմ առաջադրվելու։ Իսկ թե ով է հանրապետականից առաջադրվելու, այս խնդիրն է, որ պիտի հանրապետականը փորձի լուծել, ոչ թե Հայաստանի ապագայի 3 այն քայլերը, ինչի մասին ինքը փորձել է խոսել լուծել։ Ես կուզենայի ասել, որ ես ընկալեցի, որ սրանով Սերժ Սարգսյանը հայտ է ներկայացնում առաջիկա ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու եւ իր անձով վարչապետ դառնալու։ Ինչքանով որ ես Սերժ Սարգսյանին եմ ճանաչում ու ինչքանով այն ինտոնացիաները, որ անձամբ Սերժ Սարգսյանն էր գրել, կարդացի, ես հասկացա, որ ինքը հայտ է ներկայացնում։ Եվ դա տարօրինակ չի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին նախագահները 2 անգամ չեն մասնակցում, երրորդ անգամը պարտադիր իրենց անձով մասնակցում են։ Հիմի հերթը ասել է Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, հիմի Սերժ Սարգսյանն է տանելու, հետո Նիկոլ Փաշինյանն է տանելու ու այսպես է։ Այս չգիտեմ։ Հա, այդ չգրված օրենք է, որը գործում է, լավ է թե վատ չգիտեմ, բայց ինքը փորձելու է այդ անել։ Իսկ այդ անելու առումով ինքը այ դրա համար է մտել աշխարհակաղակական դաշտ։ Ու այն ինչ որ առաջարկում է ինքը արել է։ Ինքը փորձել է այդ անել Եվը փորձել է արել, բայց այն ժամանակ Եվրամիությունն էր ասում կամ։ Հիմա, երբ որ այդ խոսակցությունը Ռուսաստանն է ասում կամ։ Եվը հնարավոր։ Նախ այդ Եվը ինքը ասել է, բայց ինքը Եվ չի արել։
Եվ հիմի անում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ասում էր եւ այն առումով, որ ճիշտ է, գնացինք մտանք մաքսային միություն, բայց դրանից հետո Եվրոպայի հետ կարողացանք սեպան ստորագրել։ Էլի ինչ որ չափով եւ էր, էլի։ Ինչ որ չափով, բայց ոչ ավելի։ Նիկոլ Փաշինյանը, որը ասում է բալանսավորման քաղաքականություն, ինքը հապկումել է սառեցրել, ինքը եվրոդիտորդներ է բերել, ինքը Եվրոմիության անդամակցության օրենքին կողմ է քվեարկել։ Իրան էլի ասում են կամ։ Ռուսաստանից ամենուր ասում են։ Նիկոլ Փաշինյանը էլի մնացել է հապկում, էլի մնացել է ԵԱՏՄ-ում, գնում է, չգիտեմ, նոյեմբերին, մայիսին Մոսկվա Պուտինի հետ ինչ որ բան նշելու, հաղթանակ նշելու, թե ինչի հետ հաղթանակը Պուտինին տենցել չգիտեմ։ Ու այս առումով, այսինքն ուզում եմ ասել, որ այն քաղաքականությունը, ինչը վարել է արտաքին քաղաքականությունը, ինչը վարել է Սերժ Սարգսյանը, ինչի մասով ասում է տնտեսությունը կարողացանք նաև եւ այլը։ Այդ տնտեսության իր վարած տնտեսության արդյունքում Ադրբեջանը կարողացավ 6 անգամ ավելի շատ գումար տրամադրել իր բանակին, քան Հայաստանը, եւ 6 անգամ ավել սպառազինություն ունենալ։ Եվ այդ պատճառով մենք պարտվեցինք։ Հիմի նորից դրան գալը նույն բանն է բերելու։ Եթե դու քո տնտեսության ու արտաքին քաղաքականության մեջ ռադիկալ փոփոխություն չես անում, դու երբեք Ադրբեջանից ավել սպառազինություն չես ունենալու։ Իսկ իր վերջին ունեցած հաղթանակից հետո ինքը անընդհատ քեզ պարտադրելու է։ Հոգեբանորեն ինքը անընդհատ քեզ պարտադրելու է, քանի որևէ ցետեղ համազոր հակահարված չի ստացել։ Մենք պիտի անենք քայլեր, որը հնարավորություն կտա մեզ համազոր հակահարված տալ, որից հետո Իլհամ Ալիևը կգա ու ինչ որ փաստաթուղթ կստորագրի, կամ առանց ստորագրելու այդ սահմանին չի կրակի, որովհետև գիտի կրակելուց հետո զարգացումները կարող են հակառակ էֆեկտ ունենալ։ Բայց հիմա այդ հաղթողի թիրքից անդադ պարտադրելու ռեժիմի մեջ է։ Միանշանակ եւ նախապայմանները անդադ մենք խոսում ենք նախապայմանների, չգիտեմ, սահմանադրությունը, ԵԱԿ Մինսկի խումբը, ճանապարհների ապաշրջափակումը, բերում ենք մեր փաստարկները, եկեք ստորագրենք միաժամանակ նույն պահին, նույն տեղում ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը եւ խաղաղության պայմանագիրը էլի չէ։ Շատ տրամաբանական է, որ այդպես է անում, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, հենց ստորագրվեց խաղաղության փաստաթուղթը Հայաստանում ներդրումների ահռելի ներհոսք է լինելու։ Ներդրումի ներհոսքը բերելու է Հայաստանի բյուջեի կրկնապատկման, բազմապատկման, համախառն ներքին արդյունքի ավելացման, հետևաբար Հայաստանի դերի մեծացման, հետևաբար ռազմական ուժերի ավելի զորացման։ Ինչը ինքը արել է 26 տարում ու արդյունք է գրանցել։ Ինքը շատ լավ հասկանում է, որ այդ պարագայում Հայաստանն էլ կարող է ինչ-որ բայի արդյունք գրանցել։ Հետևաբար ինքը ամեն ինչ անում է, որ Հայաստանում տնտեսության զարգացում չլինի։ Երբ որ երասխի գործանի վրա կրակեցին, ես ասացի, այդ ոչ թե էկոլոգիային է դեմ։ Այդ կրակում է, որ Հայաստանում արտաքին ներդրումներ չլինեն։ Ռուսական գործարան լիներ չէր կրակել, բայց հիմի ռուսականի վրա էլ կկրակի, հիմի սոտքում կրակում է, հենց նույն ռուսականի վրա կրակում է, չի թողում որ անել, որտեվ հասկանում է, որ այդ Ռուսաստանն էլ է փոշմանել իր արածներից։ Այս ամենով հանդերձ ցայլու ավարտենք առաջիկայում այդ խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը հատկապես վարչապետի այսօրվա գրառումից հետո։ Նորից անդրադարձել է խաղաղության համաձայնագրին, ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունը, տեսահայտնի բան էր, եւ ավելացնում է, որ սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի ժողովրդի անունից իր ստորագրություն տնել համաձայնագրի տակ։ Այն ժամանակ հայտարարվեց, որ ավարտվել է աշխատանքը եւ առաջարկ էր արվում, որպեսզի սկսեն քննարկումները։ Հիմա ասում է, սա նշանակում է, որ մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ, այսինքն քննարկում են սա է տրամաբանությունը, թե նախ պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ճիշտ է անում, որ նման գրառում է անում եւ նման հայտարարություն անում։ Հակառակ բան անելը անտրամաբանական կլներ, որտեղ Հայաստանի իշխանությունները մշտապես պնդում են, որ խաղաղությունը պետք է մեզ, խաղաղությունը պետք է տարածաշրջանին, խաղաղությունը պետք է աշխարհին։ Ով խաղաղությանը դեմ է տարածաշրջանին, դեմ է աշխարհին։ Այս գիծն են տանում։ Եվ վարչապետի հայտարարությունը այդ գծի մեջ է, ու անկախ նրանից մտել են այդ փուլ, թե չեն մտել այդ փուլ, ինքը պիտի դա ասի։ Դա ճիշտ է անում, որ ասում է։ Մտել են թե չէ եւ հնարավոր է թե չէ այս հարցին։
Այս գիտեք փոխկապակցված բան է Հայաստանի ապագա ընտրությունները, ասենք 2026 թվի խաղաղության փաստաթղթի ստորագրումը, սրանց կախվածությունը շատ ավելի քիչ է կախված Գյումրիից եւ այլնից, Լենինից ու կոմունիստներից, քան աշխարհակաղակական զարգացումներից։ Ինչ տեղի կունենա Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններում։ Այսինքն Իրանը իր բնական ռեսուրսները կբացի Միացյալ Նահանգների առաջ եւ կոմունիկացիոն ռեսուրսները, որտեղ Միացյալ Նահանգների հաշվարկով միայն Հնդկաստանը չի կարող փոխարինել Չինաստանին, որտեղ Չինաստանի տնտեսական պոտենցիալը արտադրություն են ինչին հասել է, Հնդկաստանին դեռ 10-15 տարի է պետք դրան հասնելու համար։ Հետևաբար այդ բացը պիտի լրացնես բնական ռեսուրսներով եւ լոգիստիկ ճանապարհներով, ինչից երկուսն էլ ունի Իրանը։ Իմիջիայլոց Իրանը նաև այդ հազվադեպ մետաղների լավ հանքավայր ունի։ Ասեմ նաև որ Թուրքիան էլ ունի, Ստամբուլին կից նման հանքավայր, բայց ամենահարմարը Հայաստանն է, որովհետև մեր փոչահանքերում ինձ իմիջիայլոց ասացին, որ Կապանի փոչահանքում ամենաշատն է։ Այդ նման մետաղների տեսականին է ավելի շատ Կապանի փոչահանքում, քան Քաջարանի։ Քաջարանին քանակությունն է շատ, Կապանում տեսականը տարբեր մետաղների տեսականին է շատ։ Այսինքն Հայաստանը իսկապես դա կորզելու, այսօր հենց փոչահանքերից պատրաստի կորզելու այն ամենաարագի հնարավորությունն ունի, ինչը կա։ Այսինքն Հայաստանը ընդառաջ քայլանում է Միացյալ Նահանգներին, առաջարկում է, նման առաջարկ անում է, եթե նման առաջարկ է անում, Միացյալ Նահանգները այդ առաջարկից հետո ճնշում է Թուրքիային, ճնշում է Ադրբեջանին, ասում է քո այդ հորինած պատմությունները թող գնա ստորագրի։ Եթե Միացյալ Նահանգներ Իրան ընդհանուր համաձայնության են գալիս ու այդ լոգիստիկ ճանապարհները նաև անցնում են Իրանով, այստեղ Ադրբեջանը ինքն է շահագրգռված լինելու ստորագրել, որտեղ արդեն ինքն է մնում կոմունիկացիոն ճանապարհներից դուրս, որտեղ իր ճանապարհը Կասպից ծովով է, իսկ ծովով անցումը շատ ավելի թանկ է։ Հետևաբար աշխարհակաղակական զարգացումները թղթի ստորագրման թե 2026 թվականի ընտրությունների ավելի շատ կապված են, ավելի շատ մեծ ազդեցություն ունեն Հայաստանի վրա, քան տեղական ինքնակառավարման ընտրությունները կամ քաղաքական կուսակցությունների ազդեցությունը։ Շատ կարևոր է թե որ քաղաքական կուսակցությունը որ դաշտում է դիրքավորվում, ես համոզված եմ որ ռուսական դաշտում դիրքավորված քաղաքական ուժերը պարտվելու են վաղ թե ուշ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, կհանդիպենք։